Բարև ձեզ եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը, 18:00 դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Ազգային անվտանգության ծառայությունը հաստատում է կառավարության տարեկան զեկույցում տեղ գտած տեղեկությունը, որ այս տարեսկզբից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի ախորիկ չգործող անցակետում ծառայությունն իրականացնում միայն Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողները։ Այս մասին գրում է Ազատությունը։ Լրատվամիջոցի գրավոր հարցման ՆԱԱԾ-ի տրամադրած պատասխանից պարզ է դառնում, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողները ծառայություն են իրականացնում ախորիկ չգործող անցման կետում, իսկ այս չգործող անցման կետը ոչ թե սահմանամերձ ախորիկ գյուղում է, այլ ոչ սահմանամերձ Ախուրյան գյուղի երկաթուղային կայարանի տարածքում։ Թե ինչ ծառայություն են իրականացնում չգործող անցման կետում հայ սահմանապահները եւ արդյոք այնտեղ նախկինում ռուսներ էին տեղակայված, ԱԱԾ-ն չի հստակեցրել։ Միևնույն ժամանակ հաստատել են, որ սահմանային ախորիկում Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությունը դեռ իրականացնում են Հայաստանի տարածքում գտնվող Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը։ Համաձայն 1992 թվականին ստորագրված Հայաստանի եւ Ռուսաստանի միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործության պայմանների մասին պայմանագրի։ Մարտի սկզբին ախորիկ գյուղի այցի ժամանակ Ազատությունը ականատես էր եղել, որ այնտեղի հսկիչ կետում շարունակում են ծառայել ռուսները։ Հատկանշական է նաև, որ ԱԱԾ-ն հարցմանը պատասխանել է ժամկետի էական խախտման։ Մարտի 13-ի փոխարեն պատասխանն ուղարկվել է մարտի 24-ին։ Արեն Սիմոնյանն այսօր պնդել է, թե Արցախը հանձնել են երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, երբ Հայաստանն էին կտոր տալիս ռուսներին, ինչպես նաեւ սխալ բանակցություններ էին վարում։ Նա Ռոբերտ Քոչարյանին առաջարկեց ուղիղ եթերով որևէ տեղ գնա, որտեղ իր կարծիքով կգտնի շատ հարցերի պատասխաններ։ Սիմոնյանը համոզմունք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես ռեյտինգ չունի։ Լրագրողի հարցին, թե այդ դեպքում ինչու է անհանգստացած, Սիմոնյանը պատասխանեց. Չենք տժում ենք, ես անձամբ տժում եմ, ես Ռոբերտ Քոչարյանի նմանը։ Պաշտոնյանն նաև դժգոհել է, որ լրագրողներն իրենց խոսքում Արցախ բառն են օգտագործում, ինչու եք Արցախ ասում, ուզում եմ հասկանալ, ինձ հետաքրքիր է, այդ դեպքում ինչու եք վատ զգում, երբ Հայաստանի Հանրապետության ինչ-որ տարածքների ադրբեջանական անվանումներ են տալիս, ենթադրենք Սևանին ինչ-որ մեկը ինչ-որ տեղ այլ անվանում է տալիս, վատ եք զգում, ինչու եք վատ զգում, ասել է նա։ Դիտարկմանը, թե Սիմոնյանն ինքն էլ ժամանակին Արցախ էր ասում, նա արձագանքեց սխալ է անում, ուզում եմ հասկանալ, իսկ ինչու այդ նույն Ղարաբաղի սահմանադրության անվանումը չեք տալիս, ուղղակի հետաքրքիր է, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էր, ինչու չեք տալիս, որովհետև բոլորդ քաղաքականացված եք եւ բոլորդ զբաղված եք պահանջատիրական բաներ ներկայացնելով։ Այդ դեպքում ես ձեզ խնդրում եմ վատ մի զգացեք, որ ինչ-որ մի երկրում ինչ-որ մի մարդ կարող է Հայաստանի Հանրապետության Երևանին ասել Էրիվան, Սևանին ինչ-որ բան ասել, աղմուկ մի բարձրացեք, մի զարմացեք, նշեց նա եւ հավելեց Ղարաբաղն Ադրբեջանինն է։ Լրագրողները հիշեցրեցին, որ նա ժամանակին Աղդամի ֆոնին նկարվում էր, ինչին ի պատասխան էր Սիմոնյանն ասաց, որ սխալ է արել։ Սխալ եմ արել, եղել եմ նույն ձեր տրամաբանության մեջ, ոչ մի թիզականի տրամաբանության մեջ եմ եղել, ասաց նա ժխտելով, որ հայտնի լուսանկարի հետ ակնա բառն է օգտագործել։ Հանրային քաղաքական գործիչներն ու 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր հավաքվել էին ազգային ժողովի շենքի դիմաց, պահանջում են հրապարակել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ տարիներ շարունակ սպասում են պատասխանների, սակայն մինչ այժմ հստակ տեղեկություններ չեն ստացել պատերազմի պատճառների եւ պատասխանատուների վերաբերյալ։ Նրանց պահանջը մեկն է հրապարակել ամբողջական զեկույցը եւ բացահայտել տեղի ունեցածը։ Հանրային գործիչ Գևորգ Գևորգյանն իր ելույթում նշեց, որ իշխանությունները երկար ժամանակ տարբեր տեղեկություններ չեն հրապարակել, դրանք ներկայացնելով որպես գաղտնի տվյալներ։ Ամենը կոչկել են իբր հուշ գաղտնիության անվան ներքո։ Դեռ 4 տարի, 5 տարի շարունակ, քանի տարի շարունակ իրանք այս հանձնաժողովը որ ստեղծվել էր, իրանք իբր ասում են, որ սա լույս է սփռելու բոլոր հանցագործների եւ այլ բոլորի վրա եւ դատական ակտեր են լինելու։ Հասարակությունը պետք է իմանա ովքեր են պատասխանատու պատերազմի համար, հատկապես այն պայմաններում, երբ երկիրը կանգնած է
նոր ընտրությունների առաջ, ասաց Գևորգյանը։ Նրա խոսքով հանրությունը պետք է տեղեկացված լինի, որպեսզի կարողանա գիտակցված որոշումներ կայացնել։ Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ շարունակելու են իրենց պահանջը, քանի դեռ չի հրապարակվել հանձնաժողովի ամբողջական զեկույցը եւ չեն հստակեցվել պատերազմի պատասխանատուները։ Հավաքվածները իրենց պահանջով նամակներ ստորագրեցին, որ փոխանցվեն ԱԺ խմբակցություններին։ Նրանք հավելեցին, որ ամեն օր ժամը 15:00-ին լինելու են խորհրդարանի դիմաց։ Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ հարային քրեական հետապնդում չի հարուցվի, այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, մարտի 15-ին Արմինե Օհանյանին քննչական կոմիտեի էին հրավիրել վկայի կարգավիճակով։ Քրեական վարույթ էր նախաձեռնել քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը։ Արմինե Օհանյանը Facebook-յան գրառմում տեղեկացրել է, որ այլևս սահմանափակված չէ նախաքննական գաղտնիքով, ուստի որոշ մանրամասներ է հայտնում։ Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ հրահանգավորեց կամ տեղեկացրեց հանրությանը, որ իր հանդեպ քրեական վարույթը կարճվելու է, իսկ դատախազ Կարեն Իսրայելյանի որոշումը 3 է ստացել։ Ես 18 տարի շարունակ ամեն օր խմբագրականներ եմ գրում։ Ենթադրում եմ, որ երբ իմ քննադատությունը զայրացրել է Սեմաշուկ վարչապետին, հատուկ հրահանգ է իջեցրել իրավապահներին, թե մի բան գտեք, այդ կնոջ բերանը փակեք եւ դատախազությունում սկսել են կարդալ իմ խմբագրականները այնտեղ որևէ հիմք գտնելու համար, որ գործառույթ են։ Եվ վերջապես 2024 թվականի դեկտեմբերի 12-ին սիրիացի զինյալների չափել չկակ վերնագրով խմբագրականում ինչ որ բան են նշмарել եւ 2025 թվականի հունվարին վարույթ հարուցել հանձնարարելով քննչական կոմիտեին քննել այն եւ որոշել քրեորեն պատժելի արարք կա արդյոք հրապարախոսական բնույթի այս տեքստում, գրել է Օհանյանը։ Նրա խոսքով վարույթի նյութերն ավելի քան 100 էջ են, նախաքննությունը տևել է 1 տարի 3 ամիս։ Օհանյանը շեշտել է, 1500 նշանոց իր հոդվածը տասնյակ աշխատասենյակներում է կարդացվել, ապա փորձաքննության ուղարկվել։ Երկու փորձագետները 13 էջանոց եզրակացություն են գրել եւ եզրակացրել, որ տեքստում չկա կոչ, թեևս Օհանյանի տեղ են թողել, որ եթե հրահանգը շատ կոշտ լինի, այնուամենայնիվ մեղադրանքն առաջադրեն։ Խմբագիրը մատնանշել է այդ հարցերի պարզաբանումը դուրս է լեզվաբան փորձագետի հատուկ գիտելիքների շրջանակից ձևակերպումը։ Օհանյանը վստահ է, որ հենց Նիկոլ Փաշինյանն է կանգնած վարույթի հետևում։ Կառավարությունը հրաժարվում է հայտնել, թե անցած տարվա երկրորդ կիսամյակի գնահատման արդյունքներով որքան պարգևավճար են ստանալու վարչապետը, փոխվարչապետը եւ նախարարները։ Գրավոր հարցմանի պատասխան այսօր միայն հայտնել են, որ նշված պաշտոնյաների վարձատրության մասին տեղեկություն չեն կարող տրամադրել, հաշվի առնելով տեղեկատվության ազատության, անձնական տվյալների մասին օրենքներով եւ աշխատանքային օրենսգրքով նախատեսված սահմանափակումները։ Ամիսներ առաջ, սակայն, կառավարությունը հետքին տրամադրել էր 2025-ին առաջի կիսամյակի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ստացած պարգևավճարի չափը մոտ 12 միլիոն դրամ։ Գործադիրից միայն հորդորել են ծանոթանալ շաբաթներ առաջ կայացված որոշմանը, որտեղ սակայն միայն նշված է գերատեսչություններին տրամադրվելիք ընդհանուր գումարը։ Ըստ այդ որոշման կառավարությունը պետական աշխատողների մինչև տարվա կես 4.6 միլիարդ դրամից կամ 12 միլիոն դոլարից ավելի պարգևավճար կբաժանի։ Կառավարությունից նաև հայտնել են, որ գործադիրի անդամների պարգևատրումները դեռևս չեն իրականացվել։ Առաջին Ասիանի դատարանը Իմնեմնիմի փոդքասթի համահեղինակ բլոգեր Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխել է վարչական հսկողության հրապարակային խոսքի արգելքի պայմանով։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանն ու փոդքասթի մյուս համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել էին 2025 թվականի նոյեմբերի 13-ին, 2026 թվականի հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարաձգել է նրանց կալանքի ժամկետը։ Դատարանի որոշումից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել էր անժամկետ հացադուլ սկսելու մասին դատավարությունը դադարեցնելու պահանջով։ 15 օր հացադուլի մեջ գտնվելուց հետո Նարեկ Սամսոնյանը տեղափոխվել էր Իզմիրյան բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել է։ Սամսոնյանի բանտային կալանքը փոխակերպվել է խիստ սահմանափակումներով տնային կալանքի վերաքննիչ դատարանի փետրվարի 19-ի որոշմամբ։ Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի դեմ հաղորդում է ներկայացրել Ալեն Սիմոնյանը այն բանի համար, որ փոդքասթի հեղինակներն արձագանքել են իր իսկ արած վիրավորական արտահայտությանը։ Այսօր մարտի 24-ին ավտովթար հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում ժամը 12:30-30-ի սահմաններում Նիսան Տիդա Մագնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի M1 ավտոճանապարհի 27 կիլոմետրի հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Ավտովթար հրդեհի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները եւ օպերատիվորեն ժամանած Աշտարակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի եւ վիրավորների ինքնությունը։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։